Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ, որ եկել եք, շնորհակալ եմ, այս ծափերը մեր գերիներին իմանալու, որ իրենց հետքերով գնալու ենք ու իրենց վերադարձնելու ենք։ Այս կառույցը, որի մեջքի ետևում է, ունի անելիք։ Այո, ինչպես ճիշտ նշվեց, նրանք անում են հայտարարություններ, ասելով մեզ, թե տեղյակ են, գիտեն, որ մենք ճիշտ ենք, որ իրենք վերահսկում նայում են։ Ես ասում եմ, այլևս նայելու ժամանակ չկա։ Ասվեց, որ այո, միջազգային կառույցները արագ չեն գործում։ Արագն ինչքան է, 20 թվականից այս կողմ, 4 տարին, արագության որ չափման մեջ է տեղավորվում, որ գործողություն չենք տեսնում։ Ինչ է կատարվում Բաքվի բանտերում։ Փակ, գաղտնի դատավարություն, ապօրինի դատավարություն, ես ավելորդ եմ համարում ասել, թե ինչու են առաջին տեղում նախ այդ մարդկանց տարել այնտեղ, ովքեր պայքարել են ինքնորոշման իրավունքի համար, այնինչ այս իշխանությունները դադարեցրել են տարածքային ամբողջականության մասին վեճ ու այդ մարդկանց էլ հետը հանցագործ։ Բայց սա թողնելով մի կողմ, այս դատավարությունները փակ են, գաղտնի, ումից են գաղտնի։ Ինչ պետական գաղտնիք կա այս դատավարությունների մեջ։ Ինչպես է համարձակվում Ադրբեջանը համարել սա իր ներքին գործը, եթե այնտեղ դատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանի ներքին գործը։ Ինչ են ուզում մեր գերիները, ընդամենը մի բան, այս կառույցներից, ովքեր լուր հետևել ու հասկացել են, որ մասնակցեն այդ դատավարություններին, որպեսզի դա չլինի փակ, որպեսզի լինի կողմ, որը կասի կպատմի աշխարհին, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչ ֆարս է կատարվում այնտեղ, ինչ շինծու հատորներով մեղադրանք է ներկայացվում իրենց ազգի, իրենց ծնված հողում ապրելու համար պայքարած մարդկանց վրա։ Ահա սա է իրենց ցանկությունը։ Եթե այդքան արդար է ադրբեջանական դատավարությունը, ումից են վախենում։ Դե բացեք միջազգային լրատվամիջոցների համար, դե բացեք այս կառույցի, ՄԱԿ կառույցի մասնակցության համար։ Նրանք ունեն, այո, ինչպես մանրամասն նկարագրվեց, մանդատ, իրավունք եւ պարտականություն ու պարտավորություն այնտեղ ներկա գտնվելու։ Բայց դուք գիտեք ինչ է կատարվում։ Ադրբեջանը համարձակվում է դա թույլ չտալ։ ՄԱԿ-ին, այսինքն աշխարհին թույլ չտալ, անել այն, ինչ իր մանդատի մեջ է, անել այն, ինչի տակ Ադրբեջանը ստորագրել է, որ համաձայն է, որ կարվի։ Նա ոչ միայն իր ստորագրությունը, այլ աշխարհի ստորագրությունն է ճղել գցել մի կողմ։ Դե հիմա պատկերացրեք մեր խաղաղության պայմանագրի հետ ինչ է կատարվելու։ Սա առանձին թեմա է։ ՄԱԿ կառույցները ունեն պարտավորություն եւ մենք այստեղ այլևս չենք լսելու այն տեքստը, որ գիտեք, ձեզ հասկանում ենք։ Մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք։ Ուրեմն դուք կզանգեք ձեր Բաքվի գործընկերոջը, կասեք ներկայանալ այդ դատական գործընթացին եւ մեզ կտեղեկացնեք, զանգել եք թե ոչ, եւ ինչ են ձեզ պատասխանել Բաքվի իշխանությունները, հանդուգն եւ ամենաթողության մեջ գործող իշխանությունները։ Գիտեք ինչի են նրանք համարձակվում ձեզ վտարել Ադրբեջանից, որովհետեւ միևնույնն է ոչինչ չեք անում, ոչ միայն չեք անում, այլ դիրքավորվել եք անկարողի կարգավիճակում, ասելով թե դե չի թողնում, մենք ինչ կարող ենք անել։ Հասակ նրան, որ ձեզ վտարում է Ադրբեջանից, ու դա էլ բավական չէ, կոչ է անում աշխարհին վտարել իրենց երկրներից ՄԱԿ կառույցները։ Ադրբեջանը նոր կանոնակարգ է թելադրում աշխարհին։ Ինչ եք լռում։ Ինչքան պիտի շարունակվի այս անամոթությունը, այս թատրոնը։ Չտեսնված մի բան է, աշխարհի բոլոր կոնֆլիկտներում, բոլոր ամենաարյունահեղ գործել է կարմիր խաչը։ Ստեղծման օրից այսօր Ադրբեջանը համարձակվում է կարմիր խաչը վտարել Ադրբեջանից։ Իսկ գիտեք ինչու։
որովհետև աշխարհի աչքի առջև կարմիր խաչի մեքենայից գողացան, առևանգեցին Վագիվ Խաչատրյանին եւ դատապարտեցին ադրբեջանական բանտում, որտեղ նա այսօր գրում է այդ դատավճիռը։ Այնքան անզոր ենք, որ անգամ դրանից հետո չենք կարողանում նրան վերադարձնել հայրենիք։ Սրա մասին է այս կառույցը։ Բայց գիտեք, այդպես չի լինում, եթե չպահանջենք, չենք ստանալու։ Եթե մենք էլ իրենց ըմբռնումով մոտենանք իրենց անկարողությանը, նրանք ոչինչ չեն անելու։ Ուրեմն, սիրելի հայեր, սիրելի հայ ժողովուրդ, երբ որ ասում ենք ՄԱԿ, եկենք հասկանանք աշխարհ, աշխարհի բոլոր երկրներ, նրանք նայում են, թե ինչպես է հայ ժողովուրդը վերաբերվում այնտեղ պատանդարված հայորդիներին։ Արդյոք գնում է նրանց հետևից, թե թքած ունի, մոռացել է, ձվածեղ է անում, հեծանիվ է քշում։ Ամոթ կլինի մեզ, եթե այնտեղ մի հայ գերի մնա։ Պատմությունը, մեր սերունդները մեզ սա չեն ներելու։ Սա վեր քաղաքական, վեր կուսակցական օրակարգ է։ Ես ձեզ խոստանում եմ, որ վաղը ձեր երեխաներն ասելու են, բայ եթե մեզ գերի վերցնեին, սիրելի ծնողներ, դուք ինչ էիք անելու։ Եթե այս իշխանությունները շրջվեին մեջքով մեզ, դուք ինչ եք արել։ Եկեք մենք, որպես մի մեծ ծնող, ժողովուրդ, օգտվել է այդ հայորդիներին, ովքեր պայքարել են ապրելու, ազատ ապրելու իրավունքի համար, մենակ չթողնենք։ Նրանք իրացրել են մեր բոլորի երազանքը, պաշտպանել հայ մարդու իր հողում ապրելու իրավունքը։ Դրա համար են դատապարտվում։